Երևանի ամիրյան 11 հասցեում այսուհետ գործելու է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի գրատունը։ Այստեղ կարելի է գտնել Մայրաթորի հրատարակություններն ու շատ այլ գրքեր։ Երևանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամ Կոչյանը նորաբաց գրատանը օրհնության կարգ կատարեց։ Նա հիշեց շնորհաշատ հայրապետների խոսքը. ընթերցանությունը նման է մյուրոնվելուն, իսկ հայ գիրքը ընթերցելը նշանակում է հայությամբ մյուրոնվել։ Կարևորելով ընթերցանությունը, կրթությունը եւ գիտությունը, ազգիշ վեհապար հայրապետը ուզեց, որ Երևանում եւս բացվի այս գրատունը, որպեսզի մեր բոլոր հայրենիները, որոնք սեր ունեն դեպի գիրքը, փափագ ունեն ընթերցելու, ծանոթանալու մեր գավանաբանությանը, աստվածաբանությանը, պատմությանը, եկեղեցու պատմությանը, մշակույթին, գան այստեղ, վերցնեն այդ գիտությունը եւ տանեն իրենց հետ իրենց հարազատ օջախները։ Էջմիածնի հրատարակչությունը հոգևոր կրոնական գրականությունից բացի ներկայացնում է պատմաբանասիրական հայագիտական գրքեր, որոնց աղբյուրը աստվածգիտությունն է։ Տեր Ղևոնդ Քահանա Մայիլյանն ասաց, որ գրատանը կարելի է գտնել նաև պատմությանն առնչվող գրքեր, որոնք այս օրերին արդիական են, վերաբերում են հայ-վրացական հարաբերություններին։ Այս գրատանը պարբերաբար գրքերի շնորհանդեսներ են լինելու։ Յուրաքանչյուր գրատանը կարելի է գտնել իմաստություն, պատգամ, որը պիտի օգնի կյանքում ճիշտ ապրելու, մարդ լինելու։ Բայց այս գրատունը պիտի առանձնանա բոլոր գրատներից, որովհետև այստեղ այցելուն, այստեղից գիրք վերցնողը, գիրք գնողը պիտի գտնի մի պատգամ, որը իրեն համար պիտի հարթի ճանապարհ դեպի երկինք։ Այսինքն այստեղից օգտվողը կյանքի ճշմարտության գիտելիքը պիտի ձեռք բերի։ Մանկական ու մեծերի աստվածաշունչ, հայոց կաթողիկոսների գործունեությունն ու պատգամները, ժամանակակից գրականություն, պատմավեպեր ու սիրավեպեր։ Այս ամենի ընթերցանությունը սկսվում է մանկականից, գրախանութում ներկայացված են Հովհաննես Թումանյանի հեքիաթներն ու մանկական ինտելեկտուալ խաղեր։ Մանկագիր Յուրի Սահակյանի ամենալավ խաղալիքը նոր է լույս տեսել։ Ամենալավ խաղալիքը գիտեք որն է։ Միտքը։ Ամենալավ ուղեկիցը գիրքն է։ Ամենալավ խաղալիքը միտքն է։ Ամենալավ բարեկամը ջանքը։ Ամենալավ օգնականը կամքը։ Գրատան տնօրենը չի կիսում այն կարծիքը, որ ընթերցանությունն անկում է ապրում։ Անցնելուց եւ իմանում էին, որ գրատունը բոլորը լավ էին զգում եւ իրոք գոհ էին եւ շնորհակալ։ Անցնող մեկը ու հանկարծակի գիրքը տեսավ, ասեց, «Հենա գիրք կառնենք նվեր», այսինքն այդ նշանակում է այդ մարդը մտքով չէր անցել։ Ուրեմն ուղեղի այդ մասը երևի պիտի գրգռեինք, որ այդ ինքը տեսավ եւ հասկացավ, որ ինքը պիտի գիրք առներ նվեր։ Մայրաթորի նոր գրատունը լուսավոր կետ է մայրաքաղաքում, հատկապես հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ։